Ախալքալակի մունիցիպալ դետում նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսները ասոցացվում են հարսանիքների արարողությունների կատարման հետ։ Եվ իհարկե ցանկացած հայկական ավանդական հարսանիքի արարողություն սկսվում է եկեղեցուց։ Ինչը այդ ամենի համար հարկավոր եւ բոլոր մանրամասների մասին կապված եկեղեցում սակադրություն կատարելու հետ կներկայացնի քահանա Տեր Նարեկ Տիգրանյանը։ Նախ եւ առաջ որ նպատակ ունենք ամուսնանալու եւ արդեն հստակ է որ պիտի ամուսնանանք, շատ կարեւոր է ժողովուրդ ջան, որ զույգերի միությունը լինի Աստծո օրհնությամբ։ Ամեն ինչի մեջ, ամեն ինչից զատ ամենակարևորը զույգերի հարսի եւ փեսայի Աստծո օրհնություն ստանալն է։ Եվ դրա համար շատ բան հարկավոր չէ, պետք է ընդամենը գալ եկեղեցի նախորոք, գրանցվել, եթե հստակ օրը ունեք որոշած որ օրն է լինելու ձեր հարսանյաց արարողությունը, պիտի գաք եկեղեցի, գրանցվեք, ժամ ընտրենք ձեզ համար, հարմարացնենք ձեր այդ օրվա արարողությունների հետ եւ կատարենք ձեր պսակադրության արարողությունը։ Ուրեմն ինչ է անհրաժեշտ։ Պետք է առաջին հերթին ամենակարևորը պիտի զույգերը լինեն մկրտված։ Երկուսն էլ լինեն մկրտված անպայման, դա պարտադիր պայման է եւ պսակադրության համար ունենան կնքահայր, հա, կնքահայրը նույնպես պիտի լինի մկրտված։ Եթե մկրտության համար շատ մոտ հարազատները չեն կարող լինել արյունակցական կապ ունեցող մոտ հարազատները չեն կարող լինել կնքահայր, պսակի պարագային մի փոքր այլ է։ Ուրեմն պիտի գանք եկեղեցի, ձեզ հետ ներկայացնեք անձնագրերը զույգերի, դիմում պիտի լրացնեք եւ նաեւ պիտի ներկայացնեք ձեր մկրտության վկայականները, որտեղ եք մկրտվել։ Եվ օրը ժամը որոշենք ու միասին կատարենք ձեր մկրտության արարողությունը։ Եվս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ հարսանյաց արարողությունների մեջ ամենակարևորը եկեղեցի գալն է եւ Աստծո օրհնությունը ստանալն է, որպեսզի զույգերը իրենց ողջ կյանքին երջանիկ լինեն եւ իրենց կյանքում փորձանքներից, փորձություններից հեռու լինեն եւ որ Աստված իրենց նորաստեղծ ընտանիքում միշտ ներկա լինի։